դուրս եկավ, մնացած 14 զինծառայողը դուրս չեկա։ Դուք մարդկանց ասել եք մի բան, որը այսօր ասում եք դա ինձ կարծիքներ է, ձեր կարծիքը պետք է մնա ձեր տանը կամ ձեր մեջ, առավել նեւս, երբ որ մենք գործ ունենք բարձրագույն կրթություն ունեցող հոգեբանի հետ։ Ստերից է ձևավորվում ձեր նկատմամբ ունեցած անվստահությունը, ես չգիտեմ ինչու համար ձեր խոսքին, հիմա ձեր խոսքին, ինչու ես հիմա ձեր խոսքին, այս խոսքին պետք է հավատամ եւ չհավատամ զորված զինծառայողների ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեր այդ ժամանակվա արված խոսքին, ինչու, որն է այն ժամանակ զինվորական համազգեստով եք եկել հիմա բաճկով, ուրեմն ջինսով, չէ, մենք գործ ունենք նույն մարդու հետ եւ հենց այս պատասխանատու մոտեցումն է բերել այս ճգնաժամի առաջանցմանը։ Խնդրեմ, եթե ասելուք ունեք, ինչու պետք է ձեզ հավատամ հիմա, հավատամ դատարան, ինչու ձեր խոսքը պետք է հիմա ավելի արժանի հավատ համարի, քան ծնողների հետ, այն ժամանակ այդ դեպքը ես հիշում եմ Արմանի Գարի Բարսեղյանի պապիկի հողարկավորությունը դեպքից քիչ անց էր տեղ ունեցել, այսինքն այդ ամենատարք ժամանակահատվածում դուք նման պնդում եք արել ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Եթե ինչ-որ բան եք ես ասելու խնդրում։ Նախ պարզաբան եմ, պարոն Գորիկյան, որ որևէ մեկի մի վրա ճնշում չի գործադրել։ Ես ձեր նշած մարդկանցից որևէ մեկի հետ չեմ հանդիպել, մասնավորապես Գարուշի, Ժիրայրի դեպքից հետո առավել ևս չեմ հանդիպել, որևէ նախաձեռնություններ չի եղել, որ ես իրանց հանդիպեմ, ոչ էլ իրանք էլ ինձ նախաձեռնել, որ հանդիպեն։ Իսկ որ ձեզ ես նշում եմ, ասում եմ կոնկրետ քննչականում ինչի համար ու մանրակրկիտ ես բացատրել եմ հետևյալի մասին, որ ես դեպքի վայրում չեմ եղել, իմ գործողությունները եղել է որը, ասեմ ավելին դաժե հարց եմ ուղղել, չգիտեմ չեմ էլ հիշում գրանցել են թե չէ որ, պարոն քննիչ, ինչի համար ես կանչում, երբ որ դու ասում ես ես տեղյակ եմ, որ դուք տարբեր, ես չեմ ուզում անկեղծ մի անդրադառնամ, մեր ընկերը մահացել է, որ իրա մայից հետո դու կանչում ես, ասում ես շուտ պետք է կանչեինք հիմի, չի էլ որ չեմ ուզում, մեր ընկերը Բարսեղյան Արմանը, որ մահացել է, իրա մահվանից հետո, բավականին հետո, մի 6 ամիս հետո նոր ինձ կանչել է, դուք սենց զրույց եք ունեցել, քննիչը, ու ասում եմ, որ շատ բան կա, որ մենք որ ընտանիքի միջավայրում քննարկել ենք, ոնց կարար լինել, ոնց կարար չլինել, այս տիպի վարկածներ, որը որ ես չեմ ուզում հայտնեմ, որովհետև մեր ընկերը կենդանի չի։ Շատ բայց այնուամենայնիվ խորհրդանում ես Արման Բարսեղյանի լուսավորի շատ կարևոր, ես շատ լավ ժամանակ եմ շփվել իրար հետ, լուսավոր մարդը ինքը իր ցավը իրապես իր ողբերգությունները միջոցով, բայց եթե ես ասեք տարբեր վարկածների մասին եմ քննարկել, ես ասում եմ այս գործի գերակա շահը այն աստիճանի է, իմ խնդրանքը ձեզ, եթե դուք ինչ-որ վարկածի մասին ունեք սեփական պատկերացումները կամ ունեք որոշակի տեղեկություններ, տվյալներ, որոնք կարող են որոշակիորեն այն հատուցության վրա գնահատել այս տերմինացածը, ես խնդրեմ դուք կարող եք խնդրում եմ ձեզ ասել, եթե ինչ-որ բան ունեք ասել այդ առումով։ Ես գիտեմ այնքանի իշքանով, որ հետևում եք պարոն Գորիկյան։ Ես անձնապես այդ ողբերգությունը ապրել եմ ու իմ համար անձնապես ուզում եմ իմանամ ձեր նշածը, ի վերջոն է ձեր ասած, առավել ևս, որ ինչի հետ մենք գործ ունենք։ Շատ շնորհակալություն պարոն Ներսյան։ Իսկ ջուր կտակ որ խնդրեմ։ Դուք ում հանձնարարություն, ինչու եք գնացել հանձնարարություն եք կատարել, որ տեսել եք անձնակազմում։ Գիշերը որ չէի կարող կապ հաստատեի, ապնվել եմ բրիգադի կամանդարի հետ, ասեի չի հոսպիտալ, սա մարդիկ կան, հենց տենց, ողջ մարդիկ կան, մենա զինվորական հոսպիտալ, իջել եմ զինվորական հոսպիտալ։ Ինչ պետք անել, գնայիք ինչ պետք անել, դուք ինչ պետք անել, հավաքելիությունը որն է։ Զինվորական հոսպիտալ, որ տենայինք ոնց է վիճակը իրանց, մարդկային օրը զուտ գնայինք տենայինք ոնց է վիճակը ովքեր է, ես չգիտեի։ Շատ իսկ Ռադիկի, Ժիրայրին այդ օրը կամ այլ անձան, այդ օրը որ դեպքի վայրում դեպքեր են ողջ մնացել, ում եք տեսել։ Այդ օրը ռազմական ոստիկանությունից առավոտյան կողմեր, եթե արդեն չեմ սխալվում, այդտեղ գտնվող զինծառայողներին որ տարել էին, բերել էին հոսպիտալ Բուզզնպա։ Այլ մեկ Ռադիկի ու Ժիրայրի մասին դուք ինչ կասեք, իրանց հետ հանդիպել եք այդ օրը։
Այդ օրը չեմ զրուցել, չեմ հանդիպել, բայց տեսել եմ, որ բերել են զինվորական հոսպիտալ զննելու։ Որպես հոգեբան, առավել ևս որ այդ դեպքից հետո իրանք ողջ են մնացել, ձեր չհետաքրքրեց նա հասկանայիք ինչա տեղ ունեցել։ Զգույշ զննում էին իրականացնում պարոն Նորիկյան իրանք։ Ես այդ ընթացքում նաև զուգահեռ գնացել էի սկորիների մեջից, օգնում էի, իջացնում էինք զոհված զինծառայողներին։ Օգնել եմ, ես եմ օգնել 2-3 հոգի։ Այսինքն անկեղծ ձեզ չհետաքրքրիր, օրինակից մինչև հիմա հետաքրքրում է Ժիրայրի ու Ռադիկի հոգեբանական նկարագիրը դեպքից հետո։ Եվիշեի մասին չեմ խոսում, բայց այդ ողջ մնացածների առավել ևս թեթև մարմնական վնասը այրված է ստացած անձանց, Լևոնի չէ, Ռադիկի, Գարուշի, Ժիրայրի, օրինակ ձեզ որպես հոգեբան չհետաքրքրեց, կարծեցեք այս մարդիկ ոնց է ողջ մնացել, ոնց է փրկվել, հիմա ինչ են զգում, գուցե վախեցած են, գուցե սարսափած են, գուցե չգիտեմ տեղում չեն ելել, լավ հոգեբանական վիճակի մասն են ուզում հարցնել։ Իրանք որ ոստիկանների հետ եկան, պարոն Նորիկյան, այդտեղ խառնաշփոթ իրավիճակ է։ Ես անգամ ներս մենք չէինք կարող մտնեինք, որ խոսայինք, որտեղ ոստիկանները բերել էին, առավել ևս որ արդեն հայտնի է ինչ ա եղել, լինելով մասնագիտությունը կապ չունի, ես նշեցի, որ անձնապես եմ ճանաչել, ես ինքս եղել եմ այդ ժամանակ, այդ ամբողջ ինֆորմացիան իմանալուց հետո վատ վիճակում, ինչ առումով, որ ես ճանաչել եմ իրանց, այդ առումով, ու որ իրանց տենան, խոսան, ցանկանան, եղել է ցանկություն, որ իրանց տենանք իմանանք ի վերջո այդ ձեր նշածը, ինչ հանգամանքներում է, իրանք ինչ վիճակում են, կարան հետագայում ծառայեն, թե չէ, ինչ են զգում, ինչ են զգում։ Տեսական մի հատ բան տամ, որպեսզի հասկանանք իմ հարցի, ես ուզում եմ հավատալ, որ հասկանում եք հարցի ենթը։ Գիտեք, ուրիշ հոգեվիճակ կլինի, երբ որ ես հիմա դատական իստերի դահլիճում եմ, այս տպավորությունից իմ որ ուրիշ հոգեբանական իրավիճակ կամ նկարագիր ձևավորվի, լրիվ ուրիշ հոգեբանական վիճակում կլինեմ, երբ որ ես այս դատական իստերի դահլիճում չլինեմ։ Օրինակ, ես շատ ուրախ կլինեի, երբ որ մենք ունենայինք այդ պատկերը համոզվելու համար Ժիրայրի, Ռադիկի, այդ տարածքում գտնվելուց հետո իրանց մոտ ձևավորված հոգեբանական իրավիճակի եւ դիցու ենթադրենք իրանք այդտեղ չեն եղել, հետո հանգամանքների վերումով են այդտեղ դեպքից հետո են եկել, դրանից հետո իրենք, այսպես ասած, նրանց հոգեբանական վիճակի վերաբերյալ ընդհանուր պատկերը։ Դուք օրինակ այդ իրանց տեսնելուց այդպես տպավորություն ձևավորվեց, որ իրանք այդ դեպքի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո կամ դեպքի ժամանակ այդտեղ են եղել, թե չէ։ Տպավորվեց այդպես, որտեղ այդ նույն հուզական բարձր վիճակում իրանք են եղել։ Այդ հուզական վիճակը Եվ վերջի երկու հարց եմ ուզում հարցնել, պարոն Մեսյան, դուք զոհված զինծառայողների դիերի, երբ որ եղել եք բան, ում եք ճանաչել, լավ կարճ ասեմ, որը մենք զոհված զինծառայողներ փորձում էին նմանացնել մարմնային առումով Գագիկին ու Արամին, որտեղ ամենաշատ իրանց եմ ճանաչել, Արամին այն առումով, որ բուժակն է մշտական հանդիպում էին, Գագիկին, որ նշեցի, որ հանգամանքներում ինչքան ժամանակ եմ ճանաչել ու ոնց որ ես էլ էի փորձում էի փնտրեմ, նմանացնեմ նաև այդ բանով, ես անձամբ տեսել եմ դիերը, որոնք որ եղել են բանում, մորգու Վարդենիսում որ բերել են, փորձում էի ոնց որ նմանացնեմ, նաև հիշելով, ճանաչելով։ Բայց ճանաչել եք։ Ոչ։ Ոչ Արամի, ոչ Գագիկի։ Ոչ։ Diğeri bakmış orada mesela. Rusya, Osmanlı'nın dağıtılan kurtulmanın lal, Rusya da aslında. Nasıl yok? Yes, neşki xantirmanlar. İlk varken ne olursa çok fazla. Նմանացել եւ վերջի հարցը բաղներսն է։ Ընդհանրապես, դուք նշեցիք, որ զոհված զինծառայողների ճանաչել եք, պարբերաբար գնացել եք այդ ստորաբաժանում, նրանց հետ շփվել եք, առավել ևս Արման Բարսեղյանի հետ
ունեցել, Արման Բարսեղյանի որդու Գագիկ Բարսեղյանի հետ ունեցել եք ջերմ հարաբերություններ, ընդհանրապես այդ ստորաբաժանումում երբևէ ձեզ հայտնի եղել է զինծառայողների միջև հարաբերությունների լարման, սպաներ եւ զինծառայողների միջև ծեծի, պատմության, ֆիզիկական ներգործության, հոգեբանական ներգործության, որևէ ընկճվածության վերաբերյալ երբևէ որևէ տվյալ կամ չգիտեմ ինչ-որ փաստական իրողության մասին դες ինչ-որ բան հայտնի եղել է։ Ոչ։ Շատ պատասխանատվական Ես հարց կա։ Ես ճիշտ հասկացա, որ Գարուշի քիչ այրվածքներ ստանալն է պատճառը, որ տպավորվել է իբր ինքը դրանից է դուրս։ Այո։ Բա էլի իբր որ Ալբանից իր հետ միասին դուրս է եկել մյուս տղան, նրա վրա ընդհանրապես վնասված միացած քերծված անգամ չի եղել, չէ՞ մի տպավորությունը իր մասին չեք ունեցել, որ ինքն է դրանից դուրս եկա, ոչ թե Գարուշ կամ երկուսն են։ Որտեղ ես իրան չեմ տեսել հոսպիտալում, անգամ իրան որ մեկը բուժ օգնություն որ օգնեք, սկովինեք ավդրեք եւ այլն, դրանով է պայմանավորված է։ Ես հստակ չեմ իմացել, ինքը պատուհանով է դուրս եկել դռնով, թե դուրս նայել ինչ գործողություն է կատարել։ Ժիրայրի մասին է խոսքը։ Չէ, ասել, դուք եք պատմում, գիտեք, դուք ասեք, ինչ գիտեք։ Որ նշեց Գարուշը եւ Ժիրայրը, ես մտածեցի Ժիրայրի մասին է խոսքը։ Նստեք մի խանգար ինձ հիշում ես պարքի դեր ժամանակ նախաքննական ցուցմունքը տվել ես մինչև պետք է դրանից Պանիխիդայից առաջ թե հետ նախաքննական ցուցմունքը տվել են Պանիխիդայից 7 ամիս հետո 7 ամիս հետո օգոստոսին մեր խոսալուց ես Այդտեղ տարածորեն քո ասածը հիշացնեմ միած, կարող է թարմացնել Գարուշի մասին խոսքը, դու ասել Գարուշն ինձ ասել բուշլատը գցել եմ դեմքից, դռնից թռել եմ դուրս բառացիորեն, ոչ թե կարծիք ես հայտնվում քո մոտ ադես տպավորված է, այլ որ ռեալ Գարուշը այդտենց ասել, շարունակի Հարցրեցի, դե արդեն մենք գիտենք ինձ մոտ եք, արդեն սկսվել էին, որ չէ, դες բան չեմ ասել, ծնողին եք ասել է հրաժարվով։ Որ պետք լինի, որտեղ որ պետք է, այդ ամեն ինչը դու սենց ռեալ կասես, ասեցին համ ուրիշ բառով էր ասել, չասողը, ես ինչի տղա է։ Հիշում ես էլի։ Մեկ պատճառը, ինչի չես ասել նախաքննական ցուցմունքի ժամանակ, ստեղել ասես կարծիք է եղել ընդհանրապես։ Նախ այդ ձեր ասածը որ դուք ասում եք, ես հարգելով ձեր վիշտը, ես երբևէ որևէ բան ասելուց չեմ օգտագործել հայերեն, առհասարակ։ Հաջորդն է։ Դրանից անցել է 7 ամիս, որ ինձ կանչել է։ Ու այդ ընթացքում մի քիչ առաջ մենք նորից հղումը տվեցինք, որ Արման Բարսեղյանը մահացել է։ Արման Բարսեղյանին իմ խոսակցությունների հետ կապված է, քննիչը հարց ունեցել, ու ես խնդրել եմ անգամ քննիչին, որ Կա մի րոպե, հարցին կոնկրետ պատասխան։ Հարց նայեք ես շուռը քեզ տո։ Ես ես ամեն հարց իջեցրեց, հանգամանքն մասին, ասում եմ, այդ մասին դու այս ձևով հայտնեցիք մեզ։ Ասել եք թե չեք ասել։ ոչ։ Այսինքն մենք եկան Ես իմ կարծիքն եմ հայտնել առհասարակ։ Ես առհասարակ հայոյանքը իմ վարքագծին դեմ է։ Ես նշեցի այդ ժամանակ ասել եմ որ Գարուշոտեից, որը որ եղել է իմ կարծիքը։ Այդ իրավիճակից Բուշլատը գլխին չէ։ Գարուշը ինձ ասեց Ոչ։ Ես որ դեպքի վայրում չեմ եղել, ես ոնց նկարագրեմ այդ ոնց Ոչ Դուք որևէ բան ձեզ աշխատում Ոչ, պարոն դատավոր որևէ չնայած Նուրիկյանը հարցրեց խնդրած դիմեց ձեզ ամոթած դիմեց Ոչ, ապեցրած դիմեց Ոչ Ես ոչ մեկի Այն ինչու մակայանում են տվյալը ինչ որ ասում են ձեր հիմա ասածը այդ հակասությունը ինչու մակայանում
Ես նկարագրեցի, որ ոնց է եղել այդ խոսակցությունը ու ասեցի ինչից ելնելով եմ ես այդ կարծիքը հայտնել։ Ուզով ինչեցած հաստու ձեր կարծիքը ընդհանրապես տարբեր բաների մասին է։ Քննչականում եմ այն հայտնել, ինչից որ ձևավորվել է այդքան բան եմ ասել։ Լավ, հենց հարցում եք։ Ես այդ հարցի վրա հարցը պատասխան։ Երմյան լսի ինչ եմ ասում։ Ես քեզ հարց տվեցի, ասի Գարուշը, ես Գարուշը հանդիպել եմ հենց այդ օրը, որ վերել է Երևանում հոսպիտալ։ Առավոտը շուտ։ Ասի Գարուշը ես մտա մոտը, ասի ասես փուշատը գցեցի վրես, թռա դուրս։ Չէ՞։ Դու ինձ ասես նույն բանը ինձ վարդելիցում ասեց։ Ես այդ խոսակցությունը մանրամասն Այո, ես ինչ խոսում եմ, նույն նայ, մենք հանդիպել ենք այդ օրը, նույն բանը, որ հոսպիտալում քեզ այդ հարցի պատասխանը տալի, նույնն էլ ինձ Երևանում է տալի։ Էդի գիշերն է եղել, Արբուսը բացած ես հոսպիտալում եմ եղել, որովհետև տորը բերել էին երկիները դեպի տարել։ Ասի հա, նույն բանը ինձ ասել։ Հուշատը գցեցի վրես, թռա դուրս։ Նույնն էլ ինձ է պատասխանը։ Հիմա դու ինձ ասես Իմ ես Պարոն Ծնով, ես որ նմանատիպ անգամ հարգելով ձեզ բոլորի կրկնում եմ ևս մեկ անգամ, որ ասել է, ենթադրաբար որ ոնց ասել, այդ եղել է կարծիքը, շեշտեցի։ Այդ ժամանակ ծնողներով ասի Որ ես պետք է նա գարու ես դատարանում ասես, որ էդի ասին ախմեր ես էդ տաղեն եմ, ես կյանքի տաղեն, նայ բարեր եմ ասում, հիշում եմ սաղ հատիկ արատ, ես պետքամ ախմեր ոչ մեկից ոչ ունեմ վախենալու, ես պետքամ հատիկ արատիկ էդիկ ասում դատարանում, հիմա գնում ակվո, վրա, էդ աղմիչ, հիմա պատասխան ես, որ ասման, ֆուրա ես այն այդ ասախտրմն միանի տաղավարի, ինչ ասել ես, ստե ասա աղբեր, տուսան իմանա, որ դատախազներ են, իրաց ոտ ինչ-որ գլում է մները աղմիտուշիցելի հետևի, մեզ աղմիտուշիցը պետքի, մեզ պետքա ճշտությունը, պատասխանի որ իմանա, այդքան բան, մեզ պետքա որ իմանա, ով ինչ արել, որովհետև ճշտի հետևից, դեր չեն կապալեն աղմիտուշիցել, այդ աղմիտուշիցելը որ հիմա չի ճիշտ ասա, ուրիշ բան չեմ ասում, պատասխանը Մարդավարի դու գագիկին էլ ես ճանաչ է, մեր ամանն ես ճանաչ է, իրաց ճիշտ ասած դույնում, սյո էդքան ման։ Հարգելի ծնող, ես կոնկրետ որ գնացել եմ, քննչական, գնացել եմ Արմանի ասացի հաղորդման չգիտեմ ինֆորմացիայի վերաբերյալ քննիչին, այդ ժամանակ արդեն ինքը կենթանի չի եղել։ Դրանից հետո մենք մշտապես այդ դեպքի վերաբերյալ ունեցել ենք զրույցներ, կոնկրետ նաև այդ հանդիպման, որ այդ ժամանակ սենց եւ այլն։ Ես իմի ասում եմ, ինչի՞ց է դա ձևավորվել իմ մոտ, որ այդ պատկերացումը, իր այդ վիզիոն տենալը, որ ինքը միջև էս քննությունը նկարագրում է դուրը, ուշտադը, էդի այտենց ձևավորվել է, ու ես ասել եմ, որ ինքը տեղից է դուրս եկել։ Իսկ որ հիմի ձեզ տես դուք ման եք ասում, ասում եք այդ ժամանակ այտենց զրույց են ունեցել ու դուք ասել եք, կներեք, դուք պետք է գայեք հրավիրեք քննչական, թե կամ Արմանը ինձի հրավիրել քննչական, ասել խնդրում եմ արի, որ ես այդ դեպքի վայրում չեմ եղել, առավել եւս ես իշտապ ունեմ դրա հետ։ Ուրեմն առաջինը, ոչ մի ծնողները առավոտը շուտ բանում չի եղել հոսպիտալում, ես եմ եղել։ Ես եմ Գարուշին հարց տվել, Գարուշը ինձ հարցի պատասխանը տվել։ Նույն այդ բանը քեզ պատասխան ասել եմ, դու պատասխանել ես, որ ախպեր նույն բանը ինձ ասել։ Դուրս է եկել, դռնից բուշատը գցել է վրա, դռնա դուրս։ Հիմա դրա պատասխանը ուզում ախպեր, դու այդ նախադասությունը օգտագործել ես ընդե։ Այս կա ծնողը լսել է։ Թող քննությունը կպարզի քննությունը թե ոչ իմանա իրան բարերն եմ ասում, ինք իրա բարերն Պետքի վայրերը չնելը կապ չունի դրա հետ, ինքը Գարուշի հետ իր ունեցած խոսակցությունն է մեզ հայտնել, պետքի վայրերը շփոթել իրականից որ այդ հասկանալի Հիմա այդ բանը տանց անգամ որ ասենք, հասկացա։ Բաժանենք
հասկացան, կա ուրիշ հարց։ Եթե հարց կա։ Այս բանը աշխատում ես դու այդ։ Ասեց, աշխատում ես։ Դերենը բարձր ոնց կարող է պատահի խոսքի վերևների ասած։ Դարիք մարդը դեմյաց հետևություն անի, այս է հիանը, ձեզանով ու մնացած բոլոր սպայական կազմով։ Աղեր ելիքի բանանում կենած ռոդետան ծառային ուր տար կարա, տասկանում դրանում ապիլապեցյան, հա։ Հրություն։ Լարքիտ ալեիք։